Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ես զրուցելու եմ PMG ընկերության ղեկավար պարոն Ավասարդյանի հետ, բարև ձեզ պարոն Ավասարդյան։ Բարև ձեզ։ Պարոն Ավասարդյան, այսօր հերթական հարցումների տվյալները հրապարակեցիք, նախ ուզում եմ հարցնել, թե այդ հարցումները մոտավորապես քանի հոգու շրջանում է անցկացվել։ Հարցումները անցկացվել են ներկայացուցչական ընտրանքով, հարցվել է 1101 հոգի։ 1101 հոգուց քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին արտահայտվել էր, եթե չեմ սխալվում, 26.7%-ը։ Սա աճ է, թե նվազում է։ Չէ, աճ ունենք, ստե մոտ Ինչքան կներեք։ 2%-ից ավել։ Այսինքն ինչ ժամանակահատվածում է այդ աճը գրանցվել։ 5 օրվա տարբերությամբ մենք մեր նախորդ հրապարակում ունեցանք ապրիլի 4 կամ 5-ին 1-ից 3 էինք ավելի իրականացրել հարցումը, մոտ օրվա տարբերությամբ։ Բայց ինչ է կարծում, ինչ է կարող էր նպաստել այդ աճին։ Քարոզարշավը։ Որ ասենք ինչ որ շատ մեծ աճ է, իհարկե ոչ։ Բայց եթե մենք համադրում ենք այն ջանքերի եւ այն ճիգերի հետ, որը իշխող ուժը ստացվում է իրենց ռեյտինգը բարձրացնելու համար, ես կարծում եմ, որ սա այդ լավ ցուցակ։ Կարող ենք ասել, որ ընդդիմությունը այս պահի դրությամբ հավաքական ընդդիմությունը ավելի մեծ վարկանիշ ունի, քան թե քաղաքացիական պայմանագիրը, որտեղ ըստ ձեր տվյալների, եթե երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղը զբաղեցնող ուժերի ցուցանիշները նայենք, դա ավելին է, քան թե բանին է, ԿՊԻ-ն է։ Այո, եթե ձեր հիպոթեզը ճիշտ է, որ երկրորդ, երրորդ եւ չորրորդ ընդդիմի ուժերը ցուցումներից հետո կմիավորվեն, ապա կարող ենք ասել, որ այս փուլում, այս պահին իրանց ձայները գերակշռում են իշխող ուժի ձայները։ Իսկ հաշվի պետք է առնենք, որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել, չնայած բոլոր կուսակցություններն էլ քարոզարշավ անում են ըստ երևույթի, բայց պետք է որ ուտից է մեկնարկել քարոզարշավը եւ ով ինչպես կաշխատի, ինչպիսի, չգիտեմ, ասենք տեխնոլոգիաներ կիրառի, ինչ նոր սկանդալների այդ կգան, հա, ով ինչպես կկարողանա կառավարել այդ սկանդալները, այդ ամենից կախված կլինի, թե ով ինչպիսի ռեյտինգ աճ կամ միգուցե ռեյտինգի նվազում կունենա, ոչ մեկ ես չեմ կարող իմացնել, պետք է մենք հետագայում արձանագրենք։ Պարոն Ավասարդյան, շատ են ասում, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մեծ մասը վարչական ռեսուրսն է, այսինքն պետական համակարգում աշխատողները եւ գյուղաբնակ մարդիկ, ձեր հարցման այդ 1000 մարդու մեջ կան պետական համակարգի աշխատողներ, գյուղերում ապրող մարդիկ։ Ես խոսքի սկզբում նշեցի, որ մեր ընտրանքը ներկայացուցչական է, հետեւաբար ներկայացնում է Հայաստանի բնակչությունը ըստ սեռի, ըստ տարիքի եւ ըստ բաշխվածության, հա, անհապետության մեկ։ Վարկան բնակավայրեր եւ մարզային քաղաքներ եւ երեք։ Ես պետք է ասեմ, որ այդ արձանագրված 26.7%-ի մեջ ոչ միայն իշխող ընթացիկ քաղաքացիական պայմանագրի մոտա դա լինում է այդ ադմինիստրատիվ ռեսուրսի ձայները, հա, 8-ից 10%, դա ցանկացած իշխանության ժամանակ, բայց դահքին իշխանությունների ժամանակ, ընթացիկ իշխանությունների ժամանակ, հետագա իշխանությունների ժամանակ այդ 8-ից 10%-ը, որոնք որ պետական ծառայողներ, որոնք որ պետական ծառայողների բարեկամներ են, հարազատներ են, հա, իրանք հակված են քվեարկել այդ իշխող ընթացիկ ուժին։ Հետևաբար 26.7%-ի մեջ առնվազն 8%-ը այո կարող ենք հաշվարկել որպես ադմինիստրատիվ ռեսուրս, բայց մենք դա չենք կարող հաշվի չառնել, որովհետև իրանք գնում են եւ քվեարկում են։ Իսկ ինչը վերաբերում է գյուղաբնակներ, չի կարող ասել տոտալ գյուղաբնակները քվեարկում են իշխող կուսակցությունը, ոչ, բայց մարզերում եւ գյուղական համայնքներում 50+ տարիքում նամանավանդ կանանց մոտ այդ հակվածությունը ավելի շատ է քվեարկելու իշխող ուժի, դա կա։
Պարոն Ավասարդյան, ըստ ձեր հրապարակած թվերի, կարծես թե խորհրդարան են անցնում ՔՊ-ն, Հայաստան դաշինքը, Ուժեղ Հայաստանը եւ միասնության թևերը, Արման Թաթոյանը։ Միասնության թևերը Պարոն, շատ մոդիկ այս հրապարակել են այնտեղ նաև ցուցանիշ հրաժարվում են պատասխան դժվարացել են պատասխան եթե այդ մենք նրանց ցուցանիշները չեն դիտարկում ենք այդ համախմբության մեջ որքեր պատասխանել են, ապա այսօրվա տվյալներով քաղաքացիական պայմանագիրը անցնում է, Ուժեղ Հայաստան դաշինքը անցնում է, Հայաստան կուսակցությունը դաշինքը 2% անցնում է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 7.5% միանշանակ անցնում է, որտեղ այնտեղ դաշինքի խնդիր չկա, եւ միանշանակ 4.2 եւս անցնում է, սակայն 3.1% եւ 2.7% գրանցած եւ 2.3% գրանցած շտորապետական լուսավոր Հայաստան եւ դոկ կուսակցությունները, որոնք որ մոտիկ են այդ 4%-ին, եթե այդ ձև են վերահաշարվում, ապա շատ մոտիկ են անցողիկ շեմին կամ անցնում են շեմը։ Այսինքն պոտենցիալ սրանք եւս կարող են այս կուսակցությունները եւս կարող են հաղթահարել, բայց են կրկնվում, դա կախված է լինելու թե ինչպիսի ներկապնակ ունենք մենք իրականում արդեն քարոզարշավի ժամանակ, որտեղ ես այսօր նաև կոչ եմ արել, հորդորել եմ այն կուսակցությունները, ովքեր այսօր գրանցել են 1%-ի բացը ցուցակներ, ուղղակի դուրս գան ընտրապայքարից, որտեղ իրենք ոչ մի շանս ունեն, չնայած կարող է իրենց տարբեր մարդիկ խաբել են, հուսադրել են, որ իրանք կարող են անցնել 4%-ը, բայց մեր փորձառությունից եմ ասում, որ դա անհնար է։ Հետևաբար լավ կլինի իրենք դուրս գան ընտրապայքարից եւ աջակցեն այն կուսակցությանը, որը իրենց մոտ է ծրագրային, մոտեցումներով, բաց թե մտնեն ընտրապայքարի մեջ, ծախսեն ռեսուրսներ, խանգարեն այլ կուսակցություններին, որոնք որ ռեալ շանս ունեն մտնել խորհրդարան, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց կարծիքները, գաղափարները եւ ուղիները, ինչպես Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից։ Երբ որ ես իմ YouTube-յան ալիքում Սիմոնյան Post YouTube-յան ալիքում հարցումներ եմ տեղադրում, դե գիտեք YouTube-ը ունի այդ հնարավորությունը հարցումներ տեղադրելու, նաև տեսանյութերի մեկնաբանություններում մարդիկ հաճախ են ընտրում, ամենահաճախը երևի հենց Վարդան Ղուկասյանի անունն են տալիս, դոկ կուսակցության ղեկավարի, բայց կարծես թե սոցիոլոգիան ձեր հարցումները ցույց են տալիս, որ այդ մարդկանց թիվը այդքան էլ մեծ չէ, տարբերությունը ինչի հետևանք է։ Քանի բան նշել։ Նախ ես նշել եմ այսօր, որ եթե համեմատում ենք ծախսված ռեսուրսներ, դոկ կուսակցությունը ամենաէֆեկտիվն է աշխատել այդ առումով, հա, իրան ինչ ռեսուրս եւ ինչ արդյունք ստացել։ Երկրորդը, ձեր YouTube-ային ալիքները կարող են նայել մարդիկ, բայց կարող են նրանցից լինել ավելի ակտիվները, ովքեր որ գրում են ինչ-որ բան։ Նայում են այլ մարդիկ եւս եւ ովքեր չէ, օրինակի համար դիտումները ձեր մոտ 10000 դիտում է, բայց գրում են ասենք 1000 դու 1000 կարծիքի վրա չես կարա, չէ, ասես որ չգիտես այն 9000-ը ոնց է մտածում։ Եվ երրորդը ամենակարևորը Կորոն ջան, վերջի 5 տարվա ընթացքում, երբ որ մենք մեր կազմակերպությունը զբաղվում է նաև սոցիալ քաղաքական հետազոտություններով, որտեղ մենք 2003 թվականից հետազոտությունով զբաղվում ենք, բայց 2011-ից երբ որ դառնում Gallup International ասոցիացիայի իրական, մենք զբաղվում ենք նաև սոցիալ քաղաքականով։ Դուք նկատակ չեք լինի եւ չեք գտնի մի հոտված, մի գիտեմ լրագրողական մոտեցում, որը իրականացվել է իմ կողմից։ Ինչի՞ եմ դա։ Կատարում ենք մեր աշխատանքը եւ կատարում ենք պրոֆեսիոնալ։ Ես չեմ գրում, չգիտեմ, հոտվածներ, լրագրությամբ չեմ զբաղվում, բայց ես չեմ ասում դուք չնայեք այդ քվեարկությունները, ուղղակի այդ քվեարկությունները ավերջ չունեն այն մեթոդներին եւ մոտեցումներին, որը մենք ներկայացուցչական չեն, այսինքն։ Այո, միանշանակ ասեմ ավելին շեղված են։ Որտեղ ամեն նայեք դուք դրել եք մի քվեարկություն, հա, պատկերացրեք իշխանական թևի որոշակի բլոգերներ, որոնց թիրախը լսարանը իշխանական է, դնում է այլ քվեարկություն, ստացվում է մի այլ պատկեր։ Հիմա ցանկացած լրագրող, բլոգեր կարող է իր քվեարկություն ունի, բարձր պատկերը տարբեր է ստացվել, հա։ Հետևաբար
ես ուղղակի հորդորում եմ ամեն մեկը զբաղվի իր աշխատանքով։ Շատ լավ։ Այնուամենայնիվ այդ հնարավորությունը մեզ YouTube-ը տալիս է եւ մեր լսարանի թեկուս տրամադրությունները ստուգելու համար են տանում։ Այդ շատ ճիշտ բանացի։ Ձեր լսարանը բայց դա պետք չի հանրայնացնել ամբողջ Հայաստանի որպես կարծիք։ 2021 թվականի ընտրություններում պարոն Նավասարդյան Հայաստան դաշինքը, եթե ես չեմ սխալվում, շուրջ 270,000 քվեր տարել։ Հիմա կարծես թե թիվը նվազել է գոնե տոկոսային արտահայտությամբ։ Այդ ձայները գնացել են ուժեղ Հայաստանին, թե գնացել են ԿՊ-ին, ինչ եք կարծում։ Ես չեմ կարծում ԿՊ-ին են գնացել, բայց այո, այսօր կան որպես ընդդիմադիր ներկա ուժեղ Հայաստան դաշինքը եւ նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ ես բացառում, որ նրանց որոշ էլեկտորատը նաեւ ասած գնացել է այդ նոր ուժերի բռի կարող է տեղ ունենալ այդպիսի իրադարձություն։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Նույնպես շնորհակալություն։